տպավորություն է ստեղծում քաղաքական դիսկուրսից, որ Նիկոլ Փաշինյանի իր թիմակիցների միակ մեղքինը պարգևավճարներն էին, այսինքն տեսեք խոսույթում արժանապատվության հարց այլևս դրված չի։ Եթե նախկինում նայենք խոսում էին Շուշին հադրութը դեօկուպացնելու վերաբերյալ, հիմա այդպիսի հարցեր դրված չեն, այսինքն արի օբյեկտիվ նայենք, հա, իրականություն։ Քաղաքականությունը զբաղմունք է, որը ունի ինչպես հիմնարար արժեքներ, այնպես էլ ընթացիկ իրադարձային, այսպես ասած, անդրադառնալու կարիք։ Ձեր ասած տոնայնության փոփոխությունները կան, դեպի պարգևավ, այս վերջի սեզոնին, հա։ Այսինքն դա այն տրենդի խնդիրն է, ոչ թե խորքի։ Ես համաձայն եմ ձեզ հետ եւ դրանից սկսեցի մեր զրույցը, որ տրենդից զատ մենք պետք է գնահատենք նաեւ չմոռանանք խորքի մասին, չմոռանանք այն ամեն ինչի մասին։ Իհարկե, ինչը մեզ իրականում ոտքի է հանել որպես ժողովուրդ կամ ժողովրդի մի մաս։ Իհարկե կլինեն ընդդիմադիր ուժեր, որոնք կգերադասեն խոսել այլ ոլորտներից։ Ես իրենց չեմ մեղադրում այդ կապակցությամբ, ոչ ոք պարտավոր չի հանրապետականի նման ազգային պահպանողական լինել։ Ու այդ ձեր շարքի մեջ տրենդային կարող ենք հիշատակել նաև վարչաբենդի համերգը, որ ես շատ տպավորված եմ համարյա Գրեմին, Ջասթին Բիբերի կատարմանը համարժեք կատարում էր, իհարկե մի քիչ զիջում էր, դա էլ վստահ եմ զուտ այն պատճառով, որ Ջասթին Բիբերը բոքսերներով էր եւ գուլպաներով։ Եթե մյուս անգամ Նիկոլ Փաշինյանը որոշի Գրեմի լավագույն ավանդույթները բերի վարչաբենդի նոր ձևավորվող բանի մեջ, ես կարծում եմ, որ հայ հասարակությունը ել ավելի շատ տպավորված կլինի։ Դրսից են խորհուրդ տվել այդ տեխնոլոգիաները, թե ինքն իրենով է որոշել ձեզ։ Ես վստահ եմ, որ կան PR խորհրդատուներ, դա մեղադրելու չի, որտեղ աշխարհը գլոբալիզացված է, PR-ն էլ կներեք հայկական գիտության ծնունդ չի, հա, կամ սովետական տարածքի ծնունդ չի, դա արևմտյան տեխնոլոգիական միջամտությունների փունջ է, դպրոց է։ Ես չեմ մեղադրում այն ուժերին, այդ թվում Նիկոլին, ով որ փորձում է, այսպես ասած, դիմի գիտությանը։ Այստեղ խնդիրը ուրիշ բան է։ Այդ է, խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Խնդիրը ուրիշ բան է։ Մենք էլ կներեք, ես Սահակյան Արմանու Շարմազանը Էդիկն են, մենք որ երգում էինք Նիկոլը ուր էր, այդ ժամանակ Նիկոլը այնքան չկար այդ դաշտում, որ Աննա Հակոբյանը շեյր էր անում, մեր էջիրա Facebook-յան էջում։ Մի հատ մեկ տարբերությամբ, մենք տեխնոլոգիաներ չենք կիրառում եւ այդ ժամանակ ընտրություններ չէր եւ ամենակարևոր գիտությունը լավ բան է, Անի ջան։ Ցանկացած գիտություն լավ բան է, բայց գիտելիքը պետք է օգտագործվի հանուն բարիք ստեղծելու։ Եթե գիտելիքը գիտությունը կապ չունի ինչ գիտությունն է, մարդուն թունավորելու արվեստն է, թե ենթադրենք PR տեխնոլոգիա օգտագործում է ի վնաս, օգտագործում է ի հակառակ, ի չար, այդ դեպքում այդ գիտությունը, այդ թվում PR գիտությունը կորցնում է իր այն համբավը, այն կոչումը, ինչի համար, այն առաքելությունը, ինչի համար այն կոչված է։ Եվ ազդեցությունը, որովհետև ակնհայտ է, ես կես կատակ տենց հեգնեցի Ջասթին Բիբերի, այսպես ասած, եւ Նիկոլ Փաշինյանի զուգահեռների վրա, բայց դառը ճշմարտություն կա այդտեղ, էլի ես չեմ զարմանա, որ մի օր էլ Նիկոլը որոշի, այո, օրինակի ընդհանրենք Բիբերի սցենիչսկի օբրազը էլի։ Պարոն Աշոտյան, էսթետիկայի մասին չենք խոսում, որտեղ երգել այդ նվագելներ, երգերն էլ արդեն բավարար էր, որ էսթետիկայի մասին առհասարակ մոռանան։ Արցախի խոսույթի մասին նշեցիք, որ մեր օրակարգից դուրս է մնացել։ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ, երբ անդրադառնում է Արցախյան հարցին, նշում է, որ ես մեր հայրենակիցներին ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպիտի գոյություն ունենա, եւ եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք, եւ ասում աշխարհում չեք գտնի որևէ մեկ այլ ղեկավարի, ով կասի, որ դուրս եկեք հեղափոխություն արեք, եթե համաձայն չեք։ Հիմա արցախցիները պիտի հեղափոխություն անեն կամ պիտի դուրս գան փողոց։ Կներես որ ստոպ եմ ասում։ Դա արցախցիների խնդիրը չի միայն։ Իհարկե բնական է, որ մենք ասում ենք արցախցիները, բայց արցախյան շարժումը հայ ժողովրդի զավակն է։ Մենակ հայ ժողովրդի արցախյան հատվածի զավակը չի։ Իսկ ֆռալ ասել Ղարաբաղցիք դե դավայց ձեզ ենք սպասում, դուք եք կորցրել մենակ։ Չէ, իրանք կորցրել են լավ, իրանք գերեզմանները, իրանք տները, իրանք օջախները, բայց հայրենիք կորցրել ենք բոլորս։ Ես դադիվանք եմ կորցրել։ Ես կորցրել եմ Ստեփանակերտի այն գողտրիկ իմ ընկերների տները, որտեղ կարողանում եք երեկոյան թեյ խմել եւ զրուցել ամեն ինչի մասին։ Լիքը մար, լիքը բան է կորցրել, հա։ Ինչ վերաբերում է Նիկոլի այդ բանը, տիպը չեք ուզում հեղափոխություն արեք,
Սադամ Հուսեյնն էլ վստահաբար որ նայեմ իր հին ելույթները կգտնեմ մի տես կտոր, որտեղ ասում էր դե բանը չաղ ու բախտավոր է Իրաքի ժողովուրդը, եթե տես չլներ ինձ կհանեին։ Վստահ եմ Քադաֆին էլ, որ իր շաչորները խփում էր Փարիզի, Մարսի դաշտերում կամ Ելիսեյան դաշտերում, վստահաբար հաստատ նման մի բան ասած կլներ։ Այսինքն այդ բոլորը այնպես շուտ է անցնում, եւ ես որպես իշխանության մեջ եղած մարդ ես գիտեմ ինչ է նշանակում հարբել իշխանությունից, ես գիտեմ ինչ է նշանակում կտրել ոտքերը իշխանությունից, ես գիտեմ ինչքան դաժան է հետո վերադառնալ այդ հողի վրա, եւ ես գիտեմ ինչքան կարեւոր է հետո երբեք չփոկվել այս հողից։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի պարագայում, եթե արդար ճանապարհով չլինի, արդարության վերականգնումը կներեք ավտոլոգիայի կարծես թե, բայց ճշմարտությունը դա է, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է Օլիմպիական միշկայի նման թռնի ի նիվերնուց էլ այս վիճակը լինի։ Շնորհակալ եմ։ Հեսա վերջին հարցը արդեն, դա նախորդների համար վերջինն է։ Խնդրեմ։ Շատ լավ, երբ ինչ էր կարծում, Սարգսյանն էլ էր իրականությունից կտրված, երբ ասում էր ինչքան ուզենք այդքան կխփենք։ Սա ես իրականությունից կտրվելու մասին եմ խոսում։ Շատ առաջին հայացքից այնպես լավ հարց է տալիս, իրականում դուք եք որոշում հարցի վրա, քաղաքական արդիականության տեսակետից ցանկացած հաջորդ իշխանություն լավ կլինի սովորի նախորդի վրա, նախորդի սխալների վրա։ Եվ որ նախորդ իշխանությունը ունեցել է սխալներ, խոսքը չի գնում այդ դերվագի մասին։ Դա ընդունել է Սերժ Սարգսյանը բազմաթիվ իր հանրային ելույթներում։ Դա Սերժ Սարգսյանը ոչ միայն խոստովանել է, այլ նաև դրա շտկման ուղղությամբ հանրապետական աշխատանք է արել։ Ուզում եք շատ ազնիվ, տենց ազնիվով սկսեցինք, ազնիվով ավարտել։ Չկա ավելի լավ իշխանություն, քան նախկինում իշխանություն եղած ընդդիմության թոհու բոհով անցած քաղաքական ուժը, որտեղ այդ ուժը եւ սեփական սխալները գիտի, եւ երկրի կառավարման հմտություններին է տիրապետում, եւ գիտելիք ունի, եւ կապեր ունի։ Նիկոլ Փաշինյանը չսովորեց մեր սխալների վրա։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հազարապատկեց մեր սխալները, այլ նաեւ այդ սխալները վերածեց հանցագործությունների։ Սխալները ներելի են, մարդկային են, հանցագործությունները ոչ։ Շնորհակալ եմ։